Նոր-Նորքում սպանված Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Արզումանյանի դեպքով մեկ անձ կալանավորվեց։ Արմնոլրատվականը հայտնել էր, որ մի քանի օր առաջ Երևանի Նոր-Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու։ Արմնոլրատվականը տեղեկացավ, որ 31-ամյա Բորիսի եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի արդյունքում հանգուցալուծվել էր մեքենաները գործի դնելով։ Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի եւ նրա ընկերների վրա, ինչի հետևանքով պատգամավորի թեկնածուն սպանվել էր։ Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն եւ սպանության փորձ։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Քիչ առաջ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկը կալանավորված է։ Աղմուկահարույց միջադեպից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են միջադեպի մասնակիցները մի խումբ երիտասարդներ, սակայն նկատելով իրավապահ համակարգը այս պայդրությամբ դեռևս մեկ անձի է կալանավորել։ Իսկ ինչն է եղել տղաների մեջ ներքին խմորման պատճառը։ Նոր-Նորքում տարածված խոսակցությունների համաձայն միջադեպի մասնակիցներից մեկը մյուսին նկատողություն է արել վարչական շրջանում մեքենան արագ վարելու հարցի շուրջ։ Արդյունքում նկատողությունը տեղ չի հասել։ Պարբերաբար հասկացրել են, որ մեքենան չպետք է արագ վարի։ Ներքին այս խոսակցություններն այն աստիճանի են թեժացել, որ փորձել են հաշվեհարդար տեսնել գալով եւ նրան դաս տալով, ինչն էլ ճակատագրական դարձավ երիտասարդներից մեկի համար։ Սպանվեց 31-ամյա Բորիս Արզումանյանը։